Պարոն Ամալյան, այսօր ձեզ ի՞նչն է բերել, հա, դատարանի բակ եւ այսքան մարդկանցս ձեզ ի՞նչն է բերել դատարանի մոտ։ Եթե հիմա ինչ-որ պատճառներ թվարկեմ, կկրկնվեմ, որովհետեւ բազմիցս նշել եմ, որ ես բոլորի հետ եմ, ովքեր պայքարում են մեր թշնամիների դեմ։ Իսկ սա չեմ ուզում թշնամացնեմ բոլորին, բայց ցավոք սրտի մեր իշխանությունը պետական չի, պետությանը չի։ Եվ եթե կգա այն օրը, որ իշխանությունը կլինի պետականամետ, ես այլևս որևէ դատարանի բակում չեմ լինի։ Հույս ունեք, որ նման օր կգա, իհարկե կգա, որովհետև ցանկացած գիշեր արևածագում է վերջանում։ Ցանկացած ցուրտ ի վերջո տաքով է վերջանում։ Պարոն Ամալյան, արդեն 4 ամիս է կալանավորված է Սամվել Կարապետյանը։ Ըստ ձեզ այդ մեկ նախադասությունը, մեկ արտահայտությունը, հա, մեր ձևով, դա էր ամբողջ այս պատճառը։ Գիտեք ինչ, եթե ամփոփենք կալանավորվածների կալանավորվելու պատճառները, ուղղակի կարելի է ձենով ծիծաղել։ Եվ հետաքրքիր է, որ սոցցանցային այդ ֆեյքային այդ, չգիտեմ, մարդ չի կարելի դրանց անվանել, բայց ինչ-որ բաները ոնց են կարողանում ծաղրել թե սրբազաններին, թե Սամվել Կարապետյանին, թե մնացածին։ Հիմա եթե Սամվել Կարապետյանը մեր ձևով արտահայտության մեջ որևէ վատ բան արել, այսինքն ինչ է, սրբազանն էլ տերորիստ էր, կամ ես Սրբազանը անձամբ Բագրատ Սրբազանի մասին է խոսքը, իմ ընկերն է, թեպետ Միքայել Սրբազանին էլ եմ շատ մտերիմ եւ մեծագույն հարգանքով եմ հանդես գալիս երկուսի հանդեպ։ Բայց Բագրատին ճանաչելով ես այդ ձայնագրությունը որ լսեցի, սկսեցի ծիծաղել։ Որտեղ ես իր դեռ 10 տարուց ավել ընկեր ենք, իր հետ ուղակի կենցաղային շփման ժամանակ այդ լեքսիկոնը չեմ լսել։ Գյուլել բառը Իրանը չի։ Միգուցե ինքը ինչ-որ առիթով, ինչ-որ բանի համար այդ բառը կարող է ուրիշ բանի համար օգտագործել, բայց ուղղակի չարաշահելու փոքրության խնդիր է։ Ես ավելի շատ հավատում եմ բանի Պատկանյանի երնեք թե այս նոր տարի երկի վերջին խոսքերին, որ այս ամենը կունենանք, եթե իսպար մենք անենք փոքրություն մեր սրտում։ Մեր ազգի մեծ, ամենամեծ քաղցկեղը փոքրություն։ Ցավոք սրտի այսօր փոքրոքիների կներեք ռուսերեն բառից համար փոքրոքի բառի ավելի կենցաղային թարգմանությունը աբիժնիկն է։ Այդ աբիժնիկների իշխանությունն է եւ դրա համար գրում ենք այն ինչ ունենք։ Բայց դա գավառքի, որտեղ դրա ալտերնատիվը պետության ավարտն է, իսկ մեր պետությունը չի ավարտվելու։ Մեր պետությունը ապրելու է եւ ուժեղանալու է։ Դավալիկներ։ Իսկ այս իշխանությունը ձեզ ինչ վախ ունի եկեղեցուց։ Ինչպես։ Ինչու է վախենում եկեղեցուց այս իշխանությունը։ Գիտեք ինչ ծիծաղելի է այս իշխանությանը մեղադրել որևէ ինչ-որ լուրջ մշակույթից չընկալելու կամ չհասկանալու համար։ Եկեղեցին ինքը հավատից բացի եկեղեցին ավանդույթի եւ ազգապահպանման լուրջ միջոց է։ Բայց այս իշխանությունը եթե նույնիսկ հրահանգել չի կատարում որևէ թշնամի պետության, որը շատ մոտ է, որ այդպես է։ Բայց եթե նույնիսկ մեղ չվերցնեմ վրաս եւ այդպիսի հայտարարություն չանեմ, բայց եթե նույնիսկ հրահանգել չի կատարում, ուղղակի տգիտության, բանիմացության բացարձակ պակասի արդյունք է, որտեղ ծիծաղելի է խոսել մի մարդու հետ մեծ մշակույթից, իսկ եկեղեցի մեծ մշակույթ է։ Եկեղեցին մեջ պարունակում է նարեկացի շնորհալի մաշտոց եւ այս կարգի հոգեվորական մեծ դասական արժեքների պարունակություն եւ ծիծաղելի է մանկապարտեզի հանդեսի մշակույթ ունեցողից պահանջել այդ ամեն ինչը ընկալել կամ հասկանալ։ Աղոթքը բարբաջանքի հետ կապ չունի։ Աղոթքը կներեք, բայց փոքրոքի մարդկանց նյութական պահանջի հետ կապված ելույթների հետ հեչ կապ չունի։ Ես վերջերս ինչ-որ տեղ խոսում էր, ասում էր սաղմոսներ գիտեմ։ Անգիր սաղմոսները գիտեմ։ Սաղմոսները անգիր պետք չի անել։ Սաղմոսները հիմա տեխնիկա կա, լվացքի մեքենային էլ կարող է սովորացնել, լվացքի մեքենան շոր լվալուց անգիր ասի։ Եվ դա ոչինչ չի փոխում։ Անգիր իմանալը քիչ է եղբայր։ Կարևորը աղոթքից բան չգիտես, որտեղ դու լռել չգիտես, իսկ աղոթողը լռել գիտի։